Ողջունում եմ Ամպեր գիտատեխնիկական աշխատանոցի YouTube-յան ալիքում։ Այս տարվա մեր առաջին հոլովակում հավաքվել են քննարկելու 2026 թվականի առաջին ամսվա թոփ տեխնոլուրերը։ Դե ինչ, Kawasaki Corleo ռոբոտացված տրանսպորտային միջոցն ապագայից։ Kawasaki Heavy Industries ընկերությունը ներկայացրել է Corleo ռոբոտացված տրանսպորտային միջոցը, այլ կերպ ասած, քայլող ձին։ Այն աշխատում է ջրածնային վառելիքով եւ ունի 4 ռոբոտացված ոտք, նախատեսված է մարդկանց տեղափոխման համար։ Այս կոնցեպտը համադրում է արհեստական բանականությունը եւ մաքուր էներգիայի տեխնոլոգիաները, ինչը թույլ է տալիս շարժվել տարբեր եւ բարդ տեղանքներում։ Corleo-ի յուրաքանչյուր ոտք աշխատում է անկախ, ինչն էլ ապահովում է հավասարակշռված եւ կայուն շարժում տարբեր մակերևույթների վրա։ Google DeepMind-ը ներկայացրել է Robotic Transformer 2 արհեստական բանականության մոդելը, որը կարող է իրական աշխարհում սովորել նոր գործողություններ, տեսնելով միայն օրինակները։ RT2-ը կարողանում է վերլուծել տեսախցիկի պատկերները եւ դրանք անմիջապես փոխակերպել ֆիզիկական գործողությունների։ Օրինակ, ռոբոտին սովորեցնում ենք վերցնել առարկան, շրջանցել խոչընդոտները կամ կատարել առաջադրանքներ, որոնք նախապես ծրագրավորված չեն եղել։ Սա կարևոր քայլ է դեպի ինքնուսուցանվող ռոբոտներ, որոնք կարող են աշխատել արտադրամասերում, պահեստներում եւ նույնիսկ անգամ տանը։ OneX ընկերությունը պաշտոնապես սկսել է նեոտնային ռոբոտի վաճառքը։ Առաքումները կսկսվեն հենց 2026 թվականին։ Տնային ռոբոտի արժեքը կազմում է $499 ամսական բաժանորդագրությամբ եւ $20,000 միանվագ բաժանորդագրությամբ։ Ռոբոտը կարող է մաքրել տունը, դասավորել իրերը, թեյ պատրաստել եւ նույնիսկ զրուցել ձեզ հետ։ Ներկառուցված արհեստական բանականության շնորհիվ նեոն ժամանակի ընթացքում հարմարվում է ձեր առաջադրանքներին եւ շփման ոճին։ Ինչպես հասկացաք, այսօրվա մեր լուրերը գրավել են ռոբոտները։ Չինաստանում ստեղծում են հումանոիդ ռոբոտ հղիանալու հնարավորությամբ։ Այո, չինական տեխնոլոգիական ընկերություններից մեկը ստեղծում է հումանոիդ ռոբոտ, որը կարող է իրականացնել վերարտադրողական ամբողջ գործընթացը, սկսած բեղմնավորումից մինչև ծնունդ։ Մշակողների հայտարարության համաձայն, այս տեխնոլոգիան չի նախատեսվում որպես կանանց հղիությունը հեշտացնող լուծում, այլ նպատակ ունի ամբողջությամբ փոխարինել մարդուն վերարտադրողական գործընթացում։ Նախագիծը դեռևս գտնվում է կոնցեպտուալ եւ հետազոտական փուլում, բայց այն արդեն իսկ հասցրել է առաջացնել լայն քննարկումներ մանավանդ բժշկական էթիկայի շուրջ։ Բիթքոյնից հետո պղինձն է։ 2013 թվականին բիթքոյն գնած երիտասարդը սահմանում է նոր թրենդ։ Արդեն վերջին 2 ամսվա ընթացքում հասցրել է գնել 3 տոննա պղինձ։ Դրամաբանությունը մեկն է։ Ըստ նրա վերլուծության 2040 թվականին աշխարհը կանգնելու է պղնձի դեֆիցիտի առաջ, իսկ պատճառները բավականին տեխնիկական են։ Արհեստական բանականությունն ու տվյալների կենտրոնները բազմապատկվելու են եւ պահանջելու են տոննաներով պղինձ սերվերների եւ հովացման համար։ Իսկ պղինձի գինն արդեն իսկ հասել է մոտ $12,000 մեկ տոննայի համար, ինչը մոտ 35% աճ է տարվա սկզբից։ Սա պատմական առավելագույն ցուցանիշներից մեկն է 2009 թվականից ի վեր։ Միաժամանակ շուկան բախվում է օպերատիվ հիշողության դեֆիցիտի։ AI մոդելների ուսուցումը պահանջում է մեծ քանակությամբ բարձր արագության հիշողություն, ինչի պատճառով արտադրողներն առաջնահերթությունը տալիս են սերվերային լուծումներին։ Այս ամենն արդեն ցույց է տվել մեկ բան. եթե AI-ի բումը շարունակվի, վիդեոքարտերի գների համար վերին սահման պարզապես գոյություն չի ունենա։ Իսկ վերջում տխուր իրականություն, այս ամենի համար ինչպես միշտ վճարելու է գեյմերը։ Չաթբոտից մինչև պատերազմական գործիք։ ԱՄՆ պաշտպանության նախարարը հայտարարել է, որ պատրաստվում են գրոհ արհեստական բանականությամբ չաթբոտը ներդնել Պենտագոնում եւ օգտագործել ռազմական գործողությունների համար։ Այսպիսով, ինչ է ստացվում, գրոհը անցել է բավականին հետաքրքրաշարժ պատմության միջով։ Մինչև սոցցանցային սկանդալներից այնպիսի գործիք, որը պետք է որոշումներ կայացնի իրական մարտական պայմաններում։ Դե ինչ, ստացվում է, որ տեխնոլոգիաները զարգանում են, իսկ հետևանքների մասին կմտածենք հետո։ Գաղափարը պարզ է։ Արհեստական բանականությանը կերակրել առավելագույն ծավալի ռազմական եւ հետախուզական տվյալներով, ներառյալ շուրջ 20 տարվա ռազմական փորձը, որքան շատ տվյալ, այնքան խելացի որոշումներ պատերազմում։ Պենտագոնի ղեկավարը բացահայտ նշել է, որ այս ռազմական ԱԲ-ն գաղափարապես սահմանափակված չի լինելու եւ պետք է օգնի պատերազմներ հաղթել, ոչ թե պարզապես խորհրդատվություն տալ։ Դե ինչ,
Այսքանն էինք առանձնացրել 2026-ի տեխնոլուրերից։ Գիտենք շոկային էր հղի ռոբոտից մինչև պղնձի դեֆիցիտ, բայց սա այն է, ինչ ունենք։ Դե իսկ վերջում չենք մոռանում սովորել եւս մեկ հայերեն բառ՝ ճեպընթաց, նույն ինքը արագ ընթացող երկաթուղային գնացք կամ արագընթաց։ Հենց այսպես արագ էլ սլանում են օրերը, ամիսները, տարիները եւ մեր հոլովակները։ Կհանդիպենք, չմոռանաք մեկնաբանություն թողնել, հավանել հոլովակը եւ հետեւել էջին։